Ողջույն բարեկամներ, ձեզ հետ My Culinary Versions խոհարարական ալիքն է և այսօր մեր թեման կլինի շերտավոր խմոր։ Ինչ անել, եթե շերտավոր խմորը 3 անգամ բացել փակելուց հետո մարգարինի կտորներ են մնացել խմորի մեջ։ Մինչ սկսելը դուք բաժանորդագրվեք My Culinary Versions խոհարարական ալիքին և հավանեք մեր էջը, իսկ ես սկսում եմ։ Եթե շերտավոր խմորը մի քանի անգամ բացել փակելուց հետո դեռ մարգարինի կամ կարագի կտորներ է ցույց տալիս, դա նշանակում է, որ մարգարինը կամ կարագը, ինչ որ պատրաստում եք, կամ համաչափ չի բաշխվել, կամ շատ սառն ու պինդ է եղել բացելիս, ինչ անել։ Անում ենք ամենապարզ և անվտանգ քայլերը։ Առաջին, խմորը 10-ից 15 րոպե թողնում ենք հանգստանա սառնարանում։ Սա թույլ կտա մարգարինին մի փոքր փափկել, իսկ խմորին հանգստանալ, որպեսզի հեշտ բացվի։ Երկրորդ, թեթևակի ծեծեք գրտնակով։ Սա օգնում է մարգարինին ավելի հավասար բաշխվել խմորի մեջ։ Երրորդ, ևս 1-2 անգամ բացեք փակեք խմորը։ Չորրորդ, բացեք խմորը ավելի նրբորեն, քան նախկինում և կրկին ծալեք։ Հինգերորդ, կարող եք խմորը բացել փակել 4-րդ, 5-րդ անգամ։ Շերտավոր խմորի համար 6 անգամ նույնիսկ բացել փակելը նորմալ է։ Ինչ անել, եթե մարգարինը շատ է հալչում խմորի մեջ։ Հիմա հակառակ պրոցեսը։ Ոչ թե սառը կտորներ է մնացել, այլ մարգարինը շատ է հալչում խմորի մեջ։ Այս դեպքում խմորը նորից դրեք սառնարան 20-ից 30 րոպե, որից հետո շարունակեք ձեր գործողությունները, որպեսզի հաջորդ անգամ նման խնդիրներ չառաջանան, մինչև խմորի հետ գործ ունենալը հաշվի առեք բոլոր խանգարիչ հանգամանքները, այսինքն մարգարինը պետք է լինի սենյակային ջերմաստիճանի։ Երկրորդ, մարգարինը պետք է բաշխվի հավասարաչափ բոլոր շերտերի վրա։ Երրորդ, խմորը հավասարաչափ գրտնակեք։ Չորրորդ, շերտավոր խմոր բացելիս երբեք մի աշխատեք տաք խոհանոցում։ Մարգարինի կտորները խնդիր չեն, հակառակը, խմորը փչացնում է ոչ թե սառը կտորներով մարգարինը, այլ լավ տաքացած մարգարինը, քանի որ հալած մարգարինով շերտեր չեն առաջանա։ Մարգարինը պետք է լինի սառած վիճակում, իսկ սառը կտորներով մարգարինը դեռ հնարավոր փրկել և նորմալ բացել։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք, ցտեսություն։